եթե նա 7 տարի առաջ այս գործընթացը սկսեր, կարծում եմ բազմաթիվ մեր հասարակության շերտեր իրոք կաջակցեն այս գործընթացին։ Նայեք, լյուստրացիան պիտի ամբողջ հասարակությունը անցնի, այդ թվում նաև եկեղեցին, բայց դա չի նշանակում, որ դու հիմա այս վիճակով, երբ որ ունես այսպիսի վիճակ հետպատերազմյան, երբ որ թշնամին խնդիր ունի դենացիֆիկացիա, այդպես էլ կոչում է ճակերտավոր, չէ՞, դենացիֆիկացիա անցկացնել, ինչպես որ Ռուսաստանը ուզում էր Ուկրաինայում դենացիֆիկացիա անել, հիմա նույն ձևով Ադրբեջանը ուզում է Հայաստանում ռևանշիզմը իրենց ասած ճակերտավոր վերացնի, բոլոր այն ուժերը, որոնք չեն ընդունում այս վիճակը, հա, չեն համարում, որ Հայաստանը պիտի ձեռքերը այսպես բարձրացնի, մոռանա իր ինքնությունը, մոռանա Արարատ լեռը, մոռանա սա, մոռանա նա, նրանց դեմ աշխատող բոլոր այն ուժերը, որոնք չեն ընդունում, դրանց պետքա թույլաtsվի, արժեքազրկվի, որպես համակարգ։ Մենք այսօր տեսնում ենք, այո, որ եկեղեցին ունի որոշակի դիմադրություն, ասենք նույն Արցախի հարցում, չէ՞։ Սա ուրեմն դենացիֆիկացիոն այդ սխեմայի մեջ է մտնում, որ այն բոլոր ուժերը, որոնք դիմադրում են, համաձայն չեն այս ստեղծված իրավիճակին, նրանց պետքա արժեքազրկել, վարկաբեկել մինչև վերջ։ Եվ այդ խնդիրը ակնհայտորեն լուծվում է։ Ես էլի սև արխի մի բանով եմ, մեթոդով եմ ասում, երբ որ արդյունքը տեսնում ես, դու տեսնում ես, որ իրենք դրան են տանում։ Դենացիֆիկացիայի այս հիմնասյուները վերացնելու արժեքները ինքնության այն ավանդության, որը մենք որի վրա կանգնած ենք, արմատով կանգնած ենք, այդ բոլորի վրա իրենք խաչ են քաշում։ Նորից եմ ասում, անգամ են մարդիկ, ովքեր աթեիստ են։ Այդ ավանդույթը սովետական ժամանակներից սկսած հարգված ավանդույթ է եղել։ Վերջի տարիներին սովետական միության վերականգնվել է այդ ավանդույթը, ինչպես այլ ավանդույթներ նույնպես։ Հիմա մենք ինչ ենք անում, մենք քանդում ենք այդ ամեն ինչը, տեղը, տաճարը քանդում ենք, տեղը ոչ մի բան չենք սարքում։ Հասկանում եք, ինքը խոսում է, ուղղակի նողկալի է լսել այդ ցինիկի երեսպաշտությունը, թե որը ինչպիսի սաղմոսեր գիրգություններ է անում, ինչպես է խոսում եկեղեցական, գրափարյան ձևեր է օգտագործում, դու որովա եկեղեցական բանով կարդացողն ես, որովա աստվածաշունչ կարդացողն ես, տեսել ենք ինչ ես գրել, հա, այդ լուսնի հակառակ կողմները, թե երկրի հակառակ կողմները, արդեն չեմ կարևորում։ Այդտեղ չես գրել, որ մուղամ լսելը ավելի լավ է, մենք պետք է մուղամ լսեինք եւ այլն։ Այդ սա կարդացել ենք, չէ՞։ Ով որ կարդացել է, այդ ջերով կարանք ասենք, բացեք, կարդացեք։ Այս մարդը առաջարկում է, որ մենք մուղամի վրա մշակույթ սարքենք։ Հիմա ես եկել է, մեզ բանը քարոզիչ է դարել, քրիստոնեականը սուրբ եկեղեցու, չգիտեմ, օրենքներով եւ այլ եւ այլ։ Դու մենք դրա համար ենք քեզ աշխատավարձ տալի։ Հա? Դրա համար ես փող ստանում, որ ամեն օր նստես աշխատանքի ժամերին սաղմոսեր երգես, ի՞նչ է քո եղածը, ով ես դու առհասարակ, այ դու սպրծուկ։ Եկել հայտնվել ես, ինչ գիտես դու, ոչ պատմություն գիտես, ոչ մշակույթ գիտես, ոչ քաղաքակրթություն գիտես, ոչ քոնը գիտես, ոչ ուրիշինը գիտես։ Եկել ես դատողություններ, կրթվում ես սաղի նորաձև ձևով, ով ես դու։ Հասկանում եք, այս ամեն ինչով ես նորից եմ ասում, ոտից գլուխ խնդիրներ կա եկեղեցու մեջ։ Եվ պիտի բարենորոգվի, իհարկե, եւ հասարակությունը պիտի բարենորոգվի։ Ես ցավով եմ ասում, որ այո, մենք անցնելու ենք մաքրագործության որոշակի փուլերով, այս պարտությունն էլ, Նիկոլի հենց հայտնվելն էլ, մեզ հետո դասա լինելու, մենք հասկանալու ենք, շնորհակալ ենք լինելու։ Իմունիտետ են ձեռք բերել։ Որ այսպիսի մարդ է հայտնվել, շատ ավելի լուրջ իրադարձություններից առաջ, որոնք գալու են դեռ, որ մենք հասկանանք ու ազատվենք ու մեր իմունիտետը ուժեղանա, որովհետև չի կարելի թույլ տալ, որպեսզի այսպիսի մարդիկ բարձրանան այդ դիրքերը, այդ լծակները ձեռք բերեն եւ հետո փորձեն ամբողջ ինքնությունը հատ առ հատ, արժեք առ արժեք քանդելու։ Ահա, էս է խնդիրը։ Դրա համար եթե մենք ախտորոշելու ենք այս ամենը, գինը շատ ծանր է։ Նիկոլը գործիք է թշնամու ձեռքը, որը իր պլանը իրականացնում է, ինքնությունը քանդելու, քո հոգեբանական զավթելու ոչ թե քո երկիրը, այլ քո ուղեղը, գիտակցությունը զավթելու։ Երբ որ գիտակցությունը զավթում են, գաղութացնում են, դրանից հետո զենքերը կարևոր չի, ունես, չունես, դու չես դիմադրելու, որովհետև արժեք չունես։